Ժողովրդան ուրեմն մի երկու հարց կա, որ ուզում եմ ներկայացնեմ։ Առաջինը Կիրիենկոյից հարց էր տալիս, ասեմ, որ կա դրական և բացական կողմը։ Դրական կողմը, որ մեր ուղերձը իմ ասածը, հետո Գագիկի ռուսերեն ասածը լսվեց, որ Մոսկվան իրականությունից կտրված է, լսում է այդ կեղծ զեկուցագրերին, աբսուրդի աստիճանը բացատրեմ ինչքան էր հասել։ Մի արաբ դիպլոմատ ընկեր ունեմ, որ Մոսկվայում անունը չասեմ բարձր պաշտոնյա անձի հետ իրար հետ ուտում խմում են, Հայաստանից է խոսք գնում, արաբ դիպլոմատը ասում է զանգեմ ընկերոջս, զանգում են ինձ, այդ ռուսը ասում է ամենահայտնի քաղաքական գործիչը ձեր մոտ ով է, հեսա նկարդ ուղարկեմ, ասում եմ ուղարկի ու Տիգրան Արձաքանցյանն է։ Ասում եմ ճանաչում ես, ասում եմ չէ դե։ Ասում եմ ամենահայտնի օպոզիցիայի գործիչն է։ Դե սուտը չեմ խոսում, որպես օպոզիցիայի գործիչ չեմ ճանաչում, բայց վատը չեմ խոսում, ասում չեմ, դե ասում եմ դու զիլիոննի ես, նոր ես, դրա համար ոչ ոքի չես ճանաչում, ինքը ամենահայտնի գործիչն է, ասում եմ այդ ինֆորմացիան որտեղից, ասում եմ 100%-անոց ինֆորմացիա է մեր դեսպանատնից։ Ինչ եմ ուզում ասեմ, լավ, վատ կողմերը, վատ կողմը, որ ամենահայտնի սիոնիստն է, այսքան ռեինկարնացիա եղած Տրոցկին է, էլի վերածնված Տրոցկին է։ Հարցը ուրեմն այդ գնդապետից էր, որ ասում է, որ ֆաշիստները պետք է մեզ թողեր վերադարձնեին, եւ ջան այդ մարդուց որ այդ տղամարդ լիներ կասեի իրան ուրիշ տեղերից պետք է կախել, իրա անցածն է գիտեմ, իրա կուրսեցիներին եմ ճանաչում, իրա երկու իբր թե դրած գրքերն եմ կարդացել, մեկը ցամաքային ճեղքում, մեկը չեմ հիշում օդային ինչ-որ բաներ, հա։ Երկուսն էլ կոպի արած արտասահմանյան գրողներից, այդ մարդուն մի հատ հարցն եմ 44 օրյա ժամանակվա այդ զորակոչը ոնց էի կազմակերպում, այդ են բաների համար են, որ վարչապետը ասեց պիտի տանեինք ԱԾ-ի պատվալ, ինքը ԱԾ-ի պատվալի արժանին է, որ տանենք ու այնտեղ փակենք, որ 44 օրյա պատերազմի օրվա այդ դեպքերը իմանանք, այդ սուտի հաշտագը հաղթելու ենք, որ իմանանք այդ ոնց էր ստեղծվել։ Հիմա ժողովուրդ ջան, ինչ վերաբերվում է էլի այդ, որ ֆաշիստները Հայաստանին հող տային։ Ուրեմն 18 հունվարի 9-ին Բրեստ-Լիտովսկի պայմանագրից հետո, երբ որ ռուսական զորքը դուրս է գալիս, Շամքոր կայարանում ադրբեջանցի զորավար անունը Ռասել Զադեն բոլորին կոտորում է։ Հիմա դա մեկ այլ կողմ, որ ռուսները անդադ թաքցնում են այդ մեծ կոտորածը և կասեի, որ Կիրիլը մի հատ պետք է պատարականի այդ զոհվածների համար, ոչ թե տանի Մեհրիբանին Օլգայի մեդալը տա։ Հիմա այդ Ռասել Զադեն հետո համագործակցում է SS-ի հետ։ Եվ Հիտլերը անձամբ ասում է, որ հայերին ինքը չի վստահում, բայց ադրբեջանցիքին վստահում է։ Ես հարցը, որ հարցնում եք Լավրովի գալը ինչ է Հայաստանին տալի, ժողովուրդ ինչ պետք է տային, Մոսկվայում էր, ինչ ասել են։ Եթե իրականում պարոն Լավրովը գալու է Հայաստան, ուրեմն մի բան էլի տալու է, թե չէ, մենա Մոսկվա էր էլի ինչ պետք է ասել են, ինչ պետք է լսել են, ինչ պետք է հրամայել են, էլի։ Այսքան ասել ժողովուրդ։